Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը, քննարկվել են TRIP նախագծի իրականացմանը եւ այլ թեմաների վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի վարչապետի աշխատակազմը։ Փաշինյանն ընդգծել է, որ վերջին ժամանակահատվածում ԱՄՆ եւ Հայաստանի միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն էլ նշել է, որ Երևան է այցելել Դոնալդ Թրամփի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականը առաջ մղելու համար։ Երևանից Էլիսոն Հուքերը Բաքու է մեկնելու։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Տաշիր կապիտալ ընկերությանը զրկեց հեծի լիցենզիայից։ Հանձնաժողովը նման որոշում կայացրել է 3-րդ տևած քննարկումից հետո։ Առաջիկա 3 ամիսներին պետությունն ու հեծի սեփականատերը կամ տնօրենների խորհուրդը պետք է բանակցություններ վարեն գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցի շուրջ։ Եթե ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը խուսափում է էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության մասին կանխատեսում անելուց։ Ասում է տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց ինքը լավատեսություն ունի։ Լրագրողների հետ զրույցում Մեսրոպյանը նշել է, ամեն ինչ անելու է, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան։ Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարի ատոմակայանը շուրջ 5 ամիս չի աշխատելու, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ընդհանուր սակագնի վրա։ Սակայն տարբեր գործոնների ազդեցությամբ կան ֆինանսական բարձիկներ, որոնցով փորձելու են մեղմել ատոմակայանի 5 ամիս չաշխատելու հանգամանքը։ Վաղար շաբաթ համայնքի հավաքանու ընտրությունների ընթացքում ենթադրել հանցագործության մասին ստացված 3 հաղորդման վերաբերյալ քրեական վարույթներ են նախաձեռնվել, հայտնում է քննչական կոմիտեն։ Վաղար շաբաթի ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 10 ահազանգ է ստացվել, այլ անձի փոխարեն քվեարկելու 1 եւ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքերով կազմվել եւ քննչական կոմիտեի է ուղարկվել 3 հաղորդում։ Արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել համապետական ընտրություններում, հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա շեշտել է արտասահմանում գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքների հարցում ոչինչ չի փոխվում։ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի ընտրություններին քվեարկելու լիարժեք իրավունք եւ հնարավորություն կունենա, բայց միայն երկրում։ Ըստ Պապուաշվիլիի իշխանությունները կարծում են, որ առանձնակի ռիսկեր կան ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար, որոնք գտնվում են արտասահմանյան իրավասությունների եւ քաղաքական միջավայրի ազդեցության ներքո, որտեղ պետությունը չի կարողանում կանխել միջամտությունը։ Ֆրանսիան առաջիկա 10 տարվա ընթացքում մինչև 100 Ռաֆալ կործանիչ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր ու ռազմական այլ սարքավորումներ կմատակարարի Ուկրաինային։ Համաձայնագիրը ստորագրվել է այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Փարիզ կատարած այցի ժամանակ։ Գործարքի նպատակն է հնարավորություն տալ ձեռք բերել համակարգեր, որոնք անհրաժեշտ են Կիևին ռուսական ագրեսիային դիմակայելու համար, ասել է Էլիսեյան պալատի աղբյուրը։